բաժին դրված են մեր սերմնադարանի մի մասն է։ Սերմնադարանը դա այն մասն է, որտեղ դարանվում են, հավաքում են սերմեր։ Գերադարանը գրքերը, սերմնադարանը սերմերը։ Մի խոսքով, այստեղ են սերմերն են, որոնք հավաքվել են կրթահամալիրի սովորողների կողմից, քոլեջի այգուց։ Դրանք բոլորը մերն են մեր ձեռքով հավաքված, ստորացված, պահպանված։ Եվ ասեմ ավելին, որ եթե մենք խանութից ես շատ սերմեր եմ գնել ու ցանել եմ, այդ սերմերի ընդամենը կարող է 1% ծնի, 10% ծնի լավագույն դեպքում, որտեղ դրանք պահպանված են երկար տարիներ, պահեստներում գցված, հետո բերում են, հաթեթավորում են ու վաճառում են։ Իսկ մենք անմիջապես հավաքում ենք, այդ թարմ սերմերը ցանում են եւ կարող եմ ասել գրեթե 100%-անոց ծնողունակություն ունեն մեր սերմերը։ Ասեմ ավելի, նայեք, հնդկական նուրը մենք ինքներս կերել ենք, սերմը ցանել ենք, աճացրել ենք եւ նորից այդ ցիկլը պատտվել է անընդհատել է։ Մենք հիմա այս պահին շատ մի սերմ ունենք, երևի մի 7-8 տարվա ասեցի էլ չէի ցանել։ Փորձը այդ կարծր սերմերը, իրանք կարծր են շատ, չգիտեմ, այդտեղ պիտի լինի, ջրի մեջ, տաք ջրի մեջ, մեկ օր թողեցի, բացվել եւ շատ արագ ծնել։ Իսկ եթե ես ցանեի դրսում կամ ակի մեջ, շատ երկար ժամանակ է պետք։ Ուրեմն իմացեք, եթե սերմերը անհրաժեշտ է, որպեսզի արագ ծնեն, գոլից տաք ջրի մեջ մեկ օր թողնում են եւ իրենք շատ ավելի արագ են ծնվում։ Ուր է դու որտեղ ես ապրում? Գորիսում։ Այ Գորիսում ուզում եք մենք նվեր տանք կիսաներին, որ այս հնդկական նուրը տանի իրանց մոտ ցանում, բայց սաբատ արդեն։ Հետո, երբ որ ես տարի գա, ինքը դրա սերմերից մեզ կբերի արդեն։ Շատ լավ, ապրեք տիկի շրջը։ Ամազան եք որ գիսաներին նվեր տան։ Այո, ապրեք դու, շատ ինքը ընդհանրապես բույս է, կամ շատ սիրում է, կամ ընդհանրապես չեն սիրում իրան։ Հատապտուղի նման բան է, դա մսային բանը քիչ է, բայց սարդարանում գնաց ինձ շատ հաճելի է իրան վայելելը։ Եթե հասնի ու ինքը կանաչի դեղնա օրանժագույն է դառնում, գազարագույն, դուք պետքա չթողնեք շատ հասնի, հենց կանաչից մի քիչ գույնը փոխում է, ամենահարմար ուտելու ժամանակը օգտակար բուժիչ բույս է համարվում։ Ուսումնասիրես, քո համար ու հետո լիքը դրա մասին տեղեկություններով կգաս մեզ մոտ։ Քոլեջի ընկեր Շողիկին։ Տիկին Շողիկը մեզ պատմեց սերմերի մասին, թե ինչպես են այն հավաքում։ Հետո տնկում, ջրում ու խնամում։ Մենք խնամեցինք նաև այնտեղ ապրող կենդանիներին։ Սիրեցին կերաներին, ծովախոզուկներին և թռչուններին։ Անպայման էլի ենք այցելելու տիկին Շողիկի մոտ։